Ողջույն, այսօր առաջարկում եմ միասին պատրաստենք սմբուկով, գազարով և ընկույզով աննկարագրելի համեղ աղցան։ Չնայած բաղադրիչների պարզությանը ստացվում է անչափ համեղ աղցան, որը կարելի է պատրաստել նաև տոն օրերին։ Վստահեցնում եմ, որ այս աղցանը ամենաառաջինը կվերջանա ձեր տոնական սեղաններից և նաև բաղադրատոմս կխնդրեն։ Հեռացնում ենք սմբուկների կոթունները, կեղևը և բաժանում ենք խորանարդների։ Աղցանը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է 600 գրամ սմբուկ։ Սմբուկները երկարությամբ բաժանում ենք 4 մասի, այնուհետև խորանարդների։ Հարգելիներս, եթե նոր եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ հավանեք տեսանյութը, բաժանորդագրվեք և միացրեք զանգակ կոճակը, որպեսզի բաց չթողնեք հայկական խոհանոցի համով հոտով բաղադրատոմսերը։ Հայկական խոհանոց ալիքում կարող եք գտնել ձեր քիմքին համապատասխան աղցաններ, շերտավոր խմորեղեններ, ինչպես նաև տաք ուտեստներ։ Կորեական աղցանի համար նախատեսված քեյչով անց ենք կացնում 300 գրամ գազար։ Մարացնում ենք մի փոքր փունջ համեմ, կարող եք օգտագործել նաև սամիտ կամ երկուսը միասին։ Բոլոր բաղադրիչները արդեն նախապատրաստեցինք, անցնենք պատրաստման գործընթացին։ Թավայի մեջ առատ բուսայուղ ենք լցնում, թողնում ենք մի լավ տաքանա և շերտ-շերտ տապակում ենք սմբուկը։ Սմբուկը միանգամից չենք տապակում, որպեսզի խառնելու ընթացքում սմբուկները չվնասվեն և մեր աղցանը ունենա գեղեցիկ տեսք։ Սմբուկի առաջին շերտը բոլոր կողմերից տապակելուց հետո հանում ենք թավայից և դնում ենք խոհանոցային անձեռոցիկների վրա, որպեսզի ավելորդ ձեթը դուրս գա։ Այսպես տապակում ենք նաև մնացած սմբուկը։ Ինչպես նկատեցիք, սմբուկը նախապես աղով չենք համեմում, որպեսզի այն չթուլանա և տապակվելու ընթացքում գեղեցիկ կարմրի։ Ամբողջ սմբուկը տապակելուց հետո թավայից հեռացնում ենք ավելորդ ձեթը և սկսում ենք տապակել գազարը։ Գազարի վրա ավելացնում ենք 2 ատամիկ սխտոր և 100 գրամ մանր կտրտած ընկույզ։ Գազարը շատ երկար տապակել պետք չէ, ընդամենը 2 րոպե։ Սխտորն ու ընկույզը ավելացնելուց հետո 1-2 անգամ խառնում ենք և անջատում ենք կրակը։ Գազարը ևս պատրաստ է, մնում է միայն հավաքենք աղցանը։ Ինչպես նշեցի, թեև այս աղցանի մեջ միշտ չկա, այն ստացվում է չափազանց համեղ։ Սմբուկի վրա ավելացնում ենք գազարը, կանաչին, աղցանը համեմում ենք աղով և սև պղպեղով և վերջում ավելացնում ենք 100 գրամ թթվասեր։ Այս աղցանը խորհուրդ չեմ տա պատրաստել մայոնեզով, քանի որ բոլոր բաղադրիչները տապակել ենք առատ բուսայուղի մեջ և ինչպես գիտեք, մայոնեզը 90%-ով բաղկացած է բուսայուղից։ Կարող եք նույնիսկ թթվասեր էլ չավելացնել, բոլոր բաղադրիչները խառնել և մատուցել, սակայն թթվասերը ամբողջ բաղադրիչները միավորում է։ Աղցանը խառնելուց հետո կարելի է այն անմիջապես մատուցել, անչափ համեղ է ստացվում։ Դե ինչ հարգելիներս, այսօր էլ այսպիսի սմբուկով և գազարով պատրաստվող թեթև, շատ համեղ աղցանի բաղադրատոմս։ Դուք էլ պատրաստեք այս եղանակով, եղեք առողջ և օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։